2026-ին Հայաստանը կհյուրընկալի COP17-ը։ ՄԱԿ-ի կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի կազմակերպչական աշխատանքները մեկնարկել են դեռևս նախորդ տարվա վերջին։ Վարչապետի որոշմամբ ստեղծվեց միջկառավարական կազմկոմիտե, որտեղ ներառված են գրեթե բոլոր նախարարությունները, գերատեսչությունները եւ իհարկե քաղաքասարակության ներկայացուցիչները, այնտեղ հիմնականում քննարկում են ընթացիկ հարցերին վերաբերյալ քննարկումները։ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիան ՄԱԿ-ի բնապահպանական 3 գլոբալ կոնվենցիաներից մեկն է, որը կարգավորում է միջազգային հանրության ջանքերը շրջակա միջավայրի կենսունակության, կենսաբանական բազմազանության պահպանման, վերականգնման եւ բնական ռեսուրսների կայուն օգտագործման ոլորտում։ Կոնվենցիայի ներքո իրականացվող COP-ը խոշորագույն բնապահպանական միջոցառում է։ Այսպիսի համաժողով Հայաստանն առաջին անգամ է հյուրընկալում։ Այդ կոնվենցիայի ընթացակարգերն այնպիսին են, որ բոլորը պետք է մասնակցեն, երկիրը պետք է ընդունակ լինի բոլոր ցանկացողներին հյուրընկալել։ Սահմանափակում չկա։ Լինում է, որ պատվիրակությունը մի երկրի պատվիրակությունը 100 հոգուց անցնում է, բայց առնվազն 2-3 լինում են։ Ոչ պետական, այսպես ասենք, կազմակերպություններն են մասնակցում, օրինակ քաղաքները, գյուղերը, այդպիսի միջավայր կա, տեղաբնիկ ժողովուրդները, նույնիսկ վտարանդի ժողովուրդները կարող են մասնակցեն ու Հայաստանը պետք է պատրաստ լինի հյուրընկալել բոլորին։ COP17-ին վերաբերող կազմակերպչական հարցերը քննարկելու համար էլ հունիսի 26-ին շրջակա միջավայրի նախարարությունում էին հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։ Քանի որ մենք փորձում ենք մեր կազմակերպչական փուլում լինել նաև ներառական գործընկերներին տեղեկացրեցինք ընթացիկ աշխատանքների վերաբերյալ եւ նաև լսեցինք իրենց կարծիքը։ Առնվազն 3 հասարակության ներկայացուցիչ կազմակերպություններ ՀԿ-ներ ներկայացված են որպես կազմկոմիտեի անդամներ։ Արամ Գաբրիելյանն ընդգծում է, միջոցառման կազմակերպումն ու անցկացումը կարող են անմիջականորեն անդրադառնալ պետության հեղինակության վրա։ Պատկերացրեք նույնիսկ այնքան միջպետական գործընթացներն ու որոշումներն են կարևորվում, դա մասնագիտական հարց է։ Շատ են այդ որոշումները ու ասեմ ձեզ, որ շատ խնդրեմ մեծ 33 տարի բանակցում են առաջ չի գնում գործը։ Արդյոք կարող է Հայաստանի COP17-ի ընթացքում ընդունված միջպետական այդ համաշխարհային որոշումները լինեն գոնե մի փոքր առաջընթաց կենսաբազմազանության պահպանության հարցում։ Նույնիսկ եթե դա չի հաջողվում, շատ կարևոր է թե երկրը ինչպես է նաև հյուրընկալում եւ կազմակերպում։ Հայաստանը կլինի ոչ միայն հյուրընկալող, այլև նախագահող 2026-ից 28 թվականներին։ Այն, որ COP17-ը կանցկացվի Երևանում, որոշվել էր դեռ 2024-ին Կոլումբիայի Կալի քաղաքում ընթացող ՄԱԿ-ի կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 16-րդ համաժողովի ընթացքում։ Էմմա Վարդանյան, Աշոտ Խաչատրյան, լուրեր։